Երեկ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է սիրված երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռաիսա Մկրտչյանը։ Սիրված արտիստի մահվան լուրը մեծ ցավ է պատճառել նրա գործընկերներին եւ երկրպագուներին։ Այսօր հումորիստ եւ դերասան Աշոտ Ղազարյանը սոցիալական իր էջերում ցավակցություն է հայտնել հրապարակելով Ռաիսա Մկրտչյանի լուսանկարն ու գրել հետեւյալը. Աստված հոգիդ լուսավորի, ամենադրական, ամենասիրուն, ամենալուսավոր, ամենաժպտերես ու ամենաբարի մարդ, սիրտս շատ ցավեց, գրել էր Աշոտ Ղազարյանը։ Իսկ այժմ Star News-ը ներկայացնում է աստղային օրվա այլ նորություններ։ Դերասանուհի Լիլիթ Թոխածյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր տեսանյութերով է կիսվել ու պատմել իր անհաջողության մասին։ Բանն այն է, որ նա կորցրել է իր ականջակալները։ Լիլիթը նոր տեսանյութում պատմում է իր հույզերի մասին։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Ես որպես աշխարհի ամենաանուշադիր մարդ իմ լարով նաուշնիկը կորցրել եմ։ Ու չեք պատկերացնի ինչ տխուր եմ ու ինչ դատարկ են իմ օրերը։ Տանը նայել եմ, եկել եմ հիմա թատրոնում ամենտեղ նայում եմ, չկա։ Դից չգիտեմ ինչ անեմ։ Ես այն մարդն եմ, որ գիտենից դուրս գամ ամեն վայրկյան երգ լսեմ, երբ որ մենակ եմ։ Հիմա դատարկ են օրերս։ Շատ տխուր եմ իրականում։ Այդ դե իմ պատճառով է։ Այս նախորդ սթորիի նպատակը եթե ինչ նաուշնիկ նվեր ստանալը չէր, այլ ես զուտ կիսվում էի, որտեղ շատ տխուր եմ ու ես շատ անջատված եմ ու ամեն ինչում եմ տենց, այսինքն ես միշտ կորցնում եմ ինչ-որ բան, ինչ ճանաչողները գիտեն, օրինակ հիմա կարող է ինչ-որտեղ նստեմ դուրս գամ, ես իմ երբասուն կան մոռանամ այդտեղ, այդ օքեյ չի։ Մի խոսքով վերջին հույսս թատրոններ ստեղել չկա, հիմա գնամ կոֆե խմեմ, գիրք կարդամ ու երգ չլսեմ։ Երկարատև ճամփորդություններից ու հանգստից հետո դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Հայաստան է վերադարձել եւ նրան դիմավորել են ընտանիքի անդամներն ու մասնավորապես թոռնիկը։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում ջերմ տեսանյութ էր հրապարակել, ցույց տալով, թե ինչպես է թոռնիկը ծաղիկներով ու ջերմ խոսքերով դիմավորել իրեն։ Տատիկից շուտ նավիշ չեմ տեսել, կնենք ծաղիկ նվիրել։ Գրացինք? Իսկ հաղորդավար Հրաչ Մուրադյանը հոլովակ էր հրապարակել իր զարմիկի մասնակցությամբ։ Հրաչ Մուրադյանը կիսվել էր բավականին ուրախ ու էներգետիկ հոլովակով, իսկ մենք ներկայացնում ենք այդ հոլովակն առանց մեկնաբանության։ Հոլովակ է։ Ուտեմ արաքես։ Հետո քեզ, ունեմ 90 տարեկանում պես։ Ինչ ուտեմ քեզ 90-ում։ Ինձ ես 90 տարեկանում եմ, նորք է։ Բլոգեր եւ ինֆլուենսեր Մաշկարամյանն իր ինստագրամյան էջում հերթական հոլովակն է հրապարակել սկեսուր մայրիկի մասնակցությամբ։ Հոլովակում նրանք պատմում են իրենց առաջին ծանոթության ու տպավորությունների մասին։ Կեսուրից Առաջի հանդիպում Մել get ready with us դեքոր կնոջս ծնունդի։ Աշան մտավ մեր տուն, ոնց որ մեծ բուկետ մտավ։ Որովհետև ինչ եմ արել, քանի ծաղիկ եմ բերել։ 4 հատ բուկետ։ 4 ծաղիկ եմ տարել, այդ ամսվա ամբողջ աշխատավարձը ծախսել եմ ձեր տան վրա։ Ես որ սկզբից մտա, դու եկար, ես չէի սպասում, որ дու ես Արտյոմի մաման։ Դի Որովհետև մամի ջան սենց այնքան աշխույժ ակտիվ էի։ Արտյոմը տենց չի, աշխույժ չի, я не верила, что ты его родила։ Մտանք ինձ շատ լավ սկեսուրս դիմավորեց, չնայած անհանգիստ էի։ Ասում էի, այստեղ ինչ որ պատվող կա։ Նախ մտածում էի խորոված կսարքի իմ համար, բայց չի սարքել խորոված։ Манты им сарки, наши любимые блюда, манты. Բան արել, որոշել եմ վրա խնայի էկոնոմիստ на меня ты решила։ Нет, почему экономить? Что манты дешевые блюда, что ли? Անկեղծ ասա, ինչ ես իմ մասին մտածել այդ առաջին հայացքից։ Ну, приятная, красивая девочка. Но բացասական կողմ։ Ну, для первого раза, конечно, очень много говорит. А что я тебе дарила, я не помню уже. Значит, ничего ты мне не дарила, раз уж не помнишь. Хорошие духи Шанель. Твои любимые, нет? Нет. Скорեստանից դուրս եկա։ Ինչ խոսացիք հետո։ Շատ сирун, симпатичная девушка, грамотная, образованная, знает с кем как разговаривать. С первого взгляда ты понравилась нам всем, А конечно. со второго? Но второго уже Артёму решать. Մեր ծանոթությունից անցել է 4 տարի։ Ինչ կասես դու այսօր։ Господи, пожалуйста, спаси и сохрани. Спаси. Я рада, что вы с моим сыном живете, что ты мне подарила внука. Իսկ իմ մասին տպավորությունները լավն են մնացել։ Ну, конечно.
Լավ, ասա Հարսիկա առաջին օրը որ մտնում ես կեսրույթուն, ինչ անի որ կեսրին դուր գա։ Հարսիկը պիտի ժպիտով համբյուրի կիսուրին, ծաղիկ բերի կիսուրին, վեր աչքը մտնելի, իչասե, վեր ինքն առաջին դեմը նստում մեքենայի, ես պիտի դեմը նստեմ։ Միշտ ես պիտի դեմը նստեմ իմ տոհուս մեքենային։ Շնորհակալություն, իմացաք մեր պատմությունը, մենք պատրաստ ենք արի հետ գնանք ցույց տանք մեր լուքերը։ Ռոյցիկ։ Умничка։ Բլոգեր եւ դերասանուհի Արաքսա Խաչատրյանն էլ նոր հոլովակ է հրապարակել ամուսնու մասնակցությամբ։ Նրանք նոր թրենդային հոլովակ են նկարել, բացահայտելով իրար կարծիքն ու տպավորությունը։ Իսկ Star News-ն առանձնացրել է այդ հոլովակը ձեզ համար։ Ես 10-ից 10 եմ, բայց շատ խանդոտ եմ, անդադ գրում եմ, զանգում եմ, զզվացնում եմ։ 9 10-ից 9 լավ է։ Հա, լավ է։ Տեսեք ամեն մարդ չի գնահատում իր ունեցածը։ Ես 10-ից 10 եմ, բայց իմ մեքենայից բարձր ռաբիս երաժշտություն է հնչում։ 10-ից 0։ Ես 10-ից 10 եմ, բայց խոսելիս վատ բառեր եմ օգտագործում, գրեիք։ 0 Ես 10-ից 10 եմ, բայց երեխային ընդհանրապես չեմ նայում։ 10-ից 0։ Տոշկար Չունենայր երեխա։ Չէ, չունենայր։ Ասեիր ես պատասխանատվություն չեմ վերցնում երեխան։ Ես 10-ից 10 եմ, բայց TikTok-ով լայվեր եմ անում, արյուծ եմ ուզում ինձ ուղարկին։ -5 Արեց ենք անում, արեց ուզում։ -20 Ես 10-ից 10 եմ, բայց Բորիսի հետ ընկերություն եմ անում։ Դել եմ 10-ից 10, բայց Բորիսի հետ ընկերություն եմ անում։ -1։ Մակարդակը լավ բան։ Հարցեր ընկեր պիտի ունենա, երեխուն գան այ հացը սարքի։ Ես 10-ից 10 եմ, բայց ամեն օր հարբած եմ։ Չեղար էլ 10-ից 10։ Հենար 10-ից ալկաշ։ Տանը երկու շիշ արաղ ունեմ խալազիլիկում դրած։ Ես 10-ից 10 եմ, բայց ամեն օր խմած եմ։ Այդ չեղավ 10-ից 10, տեղավ 10-ից ալկաշ։ Սիրված դերասանուհի Լիկա Մեսրոպյանն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական հարթակներում, սակայն երբեմն նրա Instagram-յան էջում կարելի է տեսնել ջերմ ընտանեկան կադրեր։ Այս անգամ Լիկան իր երկրպագուներին զարմացրել է նոր տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է նա խորոված պատրաստում, իսկ հոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ալոջան, Մաշաջան, Տիխում ենք։ Արվեցին խորովածը։ նկարած, նկարած։ Իրիք կանանցով են խորովածան։